Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկվող օրինագիծը իսկապես ունի մի քանի հարթություն։ Առաջինը, որի մասին նաև Տիկին Զոհրաբյանը խոսեց, զուտ իրավական դիտարկյունից նայենք այս նախաձեռնությունը։ Ինչ է նշանակում սա։ Նշանակում է, որ Հայաստանի մայր օրենքի սահմանադրության շրջանակներում մենք արտոնություն ենք վերապահում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, մոռանալով, որ նույն սահմանադրության համաձայն եւ նաեւ միջազգային փաստաթղթերի հիման վրա մենք երաշխավորել ենք նաեւ այլ կրոնական կազմակերպությունների իրավունքը Հայաստանում։ Իսկ սա իսկապես նշանակում է, որ մենք բախվելու ենք միջազգային իրավունքյան հիմնարար սկզբունքի գործադրմանը, որ հավասարությունը պահանջելու եւ պարտադրելու է, որպես նաեւ այլ կրոնական կազմակերպությունների, հոգեվոր մշակութային դաշտում գործող այլ կառույցների նկատմամբ մենք ցուցաբերենք հավասար վերաբերմունք։ Եվ եթե պարոն Մարգարյանը այստեղից նշեց, որ մենք ունեցել ենք նախապես արտոնություն այլ ժամանակահատվածում, պարզապես հիշեցնեմ, որ սահմանադրական փոփոխություններ 2005 թվականի նոյեմբերին ուժի մեջ մտած արդեն այլ կարգավիճակի մեջ են դրել թե մեր երկրին եւ թե նաեւ մեր իրավունքը միջազգային հարթության մեջ եւ հաշվի առնելով, որ Եվրոխորհրդի անդամ որպես կազմակերպություն մենք չենք կարող խուսափել այդպիսի հայցերից, որոնք կարող են ներկայացվել, ես վստահեցնում եմ, որ սա օգտագործվելու է նաեւ այլ կառույցների կողմից։ Սա իրավական հարթության մի կողմ է։ Մյուսը, ցավոք, թեև սահմանադրությամբ նախատեսվում հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարություն եւ նրա նկատմամբ առանձին օրենքով ցուցաբերման ենթակա պահանջ է դրվում, սակայն առ այսօր մի շարք հարցեր կան, որ մենք այդպես էլ չենք կարողացել այս ուղղությամբ կարգավորել։ Պարզ մի բան ասեմ, օրինակ, ինչով է կարգավորվում հայ առաքելական Սուրբ Եկեղեցում հոգեվոր ծառայությունը։ Թվում է, թե դա կարգավորման ենթակա չէ, բայց տեսեք, կա աշխատանքային նաև որոշակի հարաբերություններ։ Այսօր շատերը այս ոլորտում գործող, որոնք պետք է օգտվեն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված իրենց իրավունքներից եւ պաշտպանված լինեն, զրկված են այդ պաշտպանությունից։ Ես չեմ ասում, որ անպայման մենք խստորեն կարգավորենք այդ հարաբերությունները, բայց մենք պետք է եւ պարտավոր ենք իբրև Հայաստանի քաղաքացիներ նաև այս ծառայության մեջ ներգրաված անձանց տալ օրենքով նախատեսված իրավունքներ։ Այս անձինք վաղը գնում են կենսաթոշակի, այս անձինք վաղը պետք է օգտվեն սոցիալական որոշակի պաշտպանությունից, հաշվի առնելով, որ եկեղեցին ինքը բիզնես կառույց չէ, ինքը չի ստանում շահույթ եւ չի ներգրավում այս մարդկանց իր շահույթի բաշխման մեջ։ Հայաստանի այս քաղաքացիների իրավունքները մենք ինչպես ենք երաշխավորում։ Այսօր բաց է այս հարցը մնացել եւ միայն արտոնությունների այսպիսի ռեժիմով չէ, որ մենք պետք է փորձենք սիրաշահել կամ բարձրացնել հայ առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարությունը։ Ի վերջո մենք ունենք նաեւ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից որոշակի գործունեության ծավալելու փաստ։ Մենք պետք է սա նույնպես հաշվի առնենք։ Ուզենք թե չուզենք, նաև տնտեսագիտությունն է դա փաստում, որ եկեղեցին համարվում է տնտեսական գործունեության կարևոր սուբյեկտներից մեկը, սակայն նրա ոչ եկամուտը, ոչ ծախսերը, որևէ առնչություն եւ ձև չունեն մեր տնտեսական ողջ գործընթացում։ Մի պարզ օրինակ բերեմ, որ ավելի հստակ լինի։ Այսօր եկեղեցու մասնակցությունը երկրի տնտեսական աճին անչափելի է եւ անտեսանելի է։ Բայց նա նպաստում է։ Մենք բոլորս իբրև падգամավորներ պետք է հասկանանք ու գիտակցենք, չէ, թե ի վերջո մեր տնտեսական նաև զարգացման պոտենցիալում հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, որ ունի թե տնտեսական կարողություններ, թե որոշակի գործունեություն է ծավալում, ինչպես եւ ինչքանով պետք է նպաստի նաև Հայաստանի տնտեսական աճին։ Եվ արդյոք հակասության մեջ չի տնտեսական մեր զարգացման այլ ուղղությունների հետ։ Սկսած գույքի այն կշռից, որ ունի եկեղեցին, ավարտված նրա կողմից որոշակի գործունեություն ծավալելու, տնտեսության մեջ տարբեր գործունեություն ծավալելու հետ։ Ես ամենևին կոչ չեմ անում ընդդեմ հայ առաքելական եկեղեցու գործողություններ ձեռնարկել։ Ես պարզապես առաջարկում եմ, որ սա մի կոնցեպտուալ խորքային հարց է, որ առանց մանրակրկիտ ուսումնասիրության նմանատիպ նախաձեռնություններ չի կարելի պարզապես վերել եւ փորձել անցկացնել, ինչպես որ մի ժամանակ առաջ մենք անցկացրեցինք կապված մաքսային որոշակի արտոնություններ տրամադրելու հետ։ Քալնիցի որևէ մեկից մտքով կարծում եմ չի անցնում հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն վատաբանել կամ չգիտեմ ստվերային դաշտ տեղափոխելու մասին մտածել, բայց մենք պետք է եւ պարտավոր ենք ուշադրությամբ
այս հարցին լուծումներ տալ։ Եվ ի վերջո, ինչպես պարոն Աբրահամյանը նշեց, զուտ եկամտի տեսակետից այս հարկերը հանդիսանում են տեղական ինքնակառավարման մարմինների համար զգալի հարկեր եւ բնականաբար էականորեն նաեւ այս մարմինները, այս կառույցները վնաս են կրելու։ Հիմա ավելի լավ չէ արդյոք քննարկել նմանատիպ գործունեության ժամանակ այլ արտոնության շնորհելու հնարավորության հարցը։ Չգիտեմ, օրինակ, եթե եկեղեցի է գտնվում որևէ տարածքում, եկեղեցին ինքը արդեն որպես զբոսաշրջության կարևոր օբյեկտ այցելություն է նախատեսում եւ բնականաբար դրա շրջանակներում որոշակի նաեւ ծառայություններ են մատուցվում կողքից, սկսած մոմերի վաճառքից, ավարտված տարբեր տիպի զբոսաշրջության շրջանակներում ծառայությունների գնման ժամանակ կատարվող հատկացումներից։ Միգուցե այդ հատկացումները վերաբաշխման միջոցով փոխանցվեն եկեղեցուն եւ եկեղեցին վճարում կատարի սրանց դիմաց։ Այսպիսի արտոնություններ կարող ենք խոսել, բայց վերցնել միանգամից հիմքից կտրել ու ասել, որ ոչ, եթե եկեղեցունը կամ եկեղեցապատկանը, ինչպես նշված է օրինագծում, տանք միանգամից, սա նշանակում է նաեւ չմտածել տնտեսագիտորեն։ Ավելին, ես կարծում եմ, որ այս ձևով, այս տեսքով նախագիծը կարող է վատ երևույթների նաեւ սկիզբ դնել։ Ուստի առաջարկս է, որպեսզի եթե հնարավոր է չէ առաջին ընթերցումը հետաձգել, իսկ այդպիսի հնարավորություն կարծեք թե մենք չունենք, միգուցե լսումներ կազմակերպվի կամ խորհրդակցություն, պարոն Աբրահամյան, քննարկումներ մենք էլ կմասնակցենք, մենք էլ մեր առաջարկությունները կներկայացնենք, առավել եւս, որ իսկապես շատ կարեւոր հարցի մասին է խոսքը գնում։ Շնորհակալություն։